Բարևիմ շատ սիրելի հեռուստադիտողներ, դուք դիտում եք Մեդինֆորմ հաղորդաշարը։ Այսօր մեր ուշադրության կենտրոնում կանայք են, ինչպես միշտ եւ հատկապես շատ խոցելի մի խնդիր կանանց շրջանում, դա մամոգրաֆիկ հետազոտությունն է եւ կրծքի հետ կապված տարատեսակ խնդիրների կանխարգելումը։ Այս առումով ես իրով զրուցելու եմ եկել Աստղիկ բժշկական կենտրոն, զրուցելու եմ մամոգրաֆիկ ծառայության ղեկավար Նունե Մաշուրյանի հետ։ Բարև ձեզ բժշկուհի։ Բարև ձեզ։ Շատ հաճելի է տեսնել եւս մեկ անգամ ձեզ եւ շնորհակալ եմ ձեր զբաղված ժամանակից մեզ մի փոքրիկ ժամանակ հատկացնելու համար։ Սիրով։ Եվ այսպես խոսենք կրծքի հետազոտման մասին, քանի որ դուք ներկայացնում եք հենց այն բաժանմունքը, ղեկավարում եք այդ բաժանմունքը, որտեղ ամեն օրյա այսպիսի գործընթացներ են ընթանում։ Խնդրեմ ներկայացրեք, թե որ տարիքից սկսած է պետք հետազոտել կուրծքը։ Ուրեմն ինչպես գիտեք, ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղը կանանց մոտ ամենատարածված հիվանդությունն է քաղցկեղների մեջ։ Տարեկան մոտ 2 միլիոն դեպք է գրանցվում կրծքագեղձի քաղցկեղով ամբողջ աշխարհում եւ մնում է առաջատար դիրքերում։ Այսինքն ոչ միայն կանայք են դրանից տուժում, այլ նաև իրենց ընտանիքները։ Եվ ոչ մի կանխարգելիչ այլ մեթոդ չկա, քան վաղ հայտնաբերումը, որովհետև չկա մի բան, որը որ մենք հետազոտենք եւ գտնենք, որ նա ունի կրծքագեղձի քաղցկեղ։ Այսինքն օրինակ շատ հաճախ պացիենտները հարցնում են ես արյունս հանձնեցի նորմալ էր, չգիտեմ, այլ հետազոտությունները անցնի, որտեղից եղավ ինձ քաղցկեղը, եթե մենք բոլորս արյունով կարողանայինք հետազոտել եւ գտնել քաղցկեղը, ապա դա շատ հեշտ կլիներ, բայց կրծքագեղձի քաղցկեղի միակ եւ լավագույն կանխարգելիչ մեթոդը մնում է մամոգրաֆիկ հետազոտությունը, այսինքն մամոգրաֆիկ սկրինինգը։ Այս տարի մամոգրաֆիկ հետազոտությունները Աստղիկ բժշկական կենտրոնում կանանց միամսյակի կապակցությամբ սկսվեց անվճար ակցիա, անվճար բացարձակապես սկրինինգ հետազոտություններ 40 տարեկանից բարձր այո կանանց համար եւ պատկերացրեք զանգերը այնքան շատ են, որ մենք տնօրինությունը ստիպված 1 ամիս ավելացրեց եւ նորից 1 ամիս ստացվեց, որ 3 ամիս մենք պետք է անվճար հետազոտենք կանանց, բայց սկրինինգը մայիս ամսվա վերջը դուք ունենաք այդ ծրագիրը։ Այո, մայիս ամսվա վերջը մենք ունենք եւ 1000-ից ավել կին արդեն հերթագրված են հետազոտությունների համար եւ ի ուրախությունս մեզ պիտի ասեմ, որ արդեն կանայք հետաքրքրված են դրանով, այսինքն եթե նախկինում կանայք մտածում էին, որ վախենում են, չգիտեմ, պետք չի հետազոտվել, կամ հիմա բոլորը կամավոր գալիս են հետազոտության, այո, շատ ուրախալի փաստ է եւ նաեւ այո, ինչու՞ չէ, մենք հայտնաբերեցինք այդ մոտավորապես 1 ամիս է արդեն մենք անում ենք այդ սկրինինգը եւ հայտնաբերել ենք բավականին եւ բացի թող դեպք եւ շատ վաղ հայտնաբերում, որ կինը տեղյակ չի, այսինքն մենք հայտնաբերում ենք քաղցկեղը այն ժամանակ, երբ որ կինը ունի քաղցկեղ, բայց դեռևս դրա մասին չգիտի։ Որը դեռ բուժելի է։ Այո, եւ շատ լավ արդյունավետ բուժելի է, որովհետեւ մենք կրծքագեղձի քաղցկեղը առաջի եւ զրոյական ստադիայում շատ արդյունավետ բուժման մեթոդներ ունենք, բացի վիրահատությունից, սիստեմային թերապիա եւ այլն։ Մամոգրաֆիկ հետազոտությունը պետք է սկսել կատարել 40 տարեկանից սկսած։ Եվ պետք չի պարտադիր չէ, որ կինը գանգատ ունենա, հետո դիմի բժշկի։ Հենց բոլորի մոլորության պատճառը սա է, որ ես գանգատ չունեմ, ես ոչինչ չեմ շոշափում, ես ոչ մի մաշկային փոփոխություն չունեմ, պտուկի փոփոխություն չունեմ, ինչի համար գամ բժշկի։ Բանից պարզվում է, որ քաղցկեղը մինչև հասնում է այն աստիճանի, երբ որ ներգրավում է մաշկը, պտուկը եւ շոշափելի է դառնում կնոջ համար, մոտավորապես 8-ից 10 տարի անցնում է։ Այդքան դանդաղ քաղցկեղ աճում է, ճիշտ է։ Եվ նշենք, որ 8 տարում փաստորեն կինը չի հետազոտվել։ Այո, կարելի է ավելի վաղ հայտնաբերել եւ բուժման արդյունավետությունը բավականին բարձր է լինում, այսինքն մոտավորապես զրոյական եւ առաջի ստադիայում մենք մինչեւ 95% լավացման արդյունք ունենք եւ կրկնության հավանականությունն է իջնում այդ դեպքում, քան թե ավելի բարձր ստադիաներում։ 40-ից հետո
պետք է սկսել մամոգրաֆիկ հետազոտությունները, իսկ արդեն follow-up-երը, այսինքն հսկողությունը ըստ իրենց բժշկի ռադիոլոգի ցուցումի, որը որ տալիս է բժիշկը կախված կրծքագեղձի կառուցվածքից, տարիքից եւ իր ունեցած բարորակ հիվանդություններից։ Այո, Տիկին Մաշուրյան, այս շատերը հենց մամոգրաֆիկ հետազոտությունից խորշում են այն պատճառով, որ նշում են այն շատ ցավոտ է, այն շատ տրավմատիկ է եւ միգուցե խնդիր չլինելու դեպքում այն առաջացնի խնդիր։ Որքանով են սրանք միֆեր իրականությանը մոտ կամ հեռու։ Միֆեր են, որովհետև մանավանդ վերջին տարիներին չկան նման հետազոտություններ ամբողջ աշխարհում, որ մամոգրաֆիկ սկրինինգը կարող է առաջացնել քաղցկեղ։ Եվ վերջապես կան հետազոտություններ, որոնք որ եթե կանայք խուսափում են այդ ցավային տհաճ, եթե տհաճ է դա, չնայած դա ընդամենը մի քանի վայրկյան է տևում եւ կարծում եմ բոլոր կանայք էլ կարող են դիմանալ եւ եթե դա տարին մեկ անգամ է կամ երկու տարին մեկ անգամ է, կարելի է մի փոքր զսպել եւ դիմանալ, բայց կան հետազոտություններ, որոնք կարող են փոխարինել եւ նույնիսկ առավել ավելի ինֆորմատիվ են, օրինակ MRT հետազոտությունը կրծքագեղձի համար, որը հիմա լայնորեն կիրառվում է եւ ես ուրախությամբ պիտի նշեմ, որ Աստղիկ բժշկական կենտրոնը հիմք դրեց MRT հետազոտությանը 20 թվականից սկսած, այսինքն ռադիոլոգը, որը որ մամոգրաֆիկ որևէ կասկածելի բան կամ նույնիսկ ոչ կասկածելի բարձր ռիսկի մեջ գտնվող կանանց խորհուրդ ենք տալիս հետազոտվել, եթե որևէ բան ենք գտնում մամոգրաֆիկ, հաստատում ենք այն եւ ախտահարվածության տարածվածությունը ամբողջ կրծքագեղձում գնահատելու համար կատարվում է MRT հետազոտություն։ MRT-ով կարող ենք հավելյալ օջախները հայտնաբերել, որը չի երևում մամոգրաֆիկ կամ սոնոգրաֆիկ հետազոտություն։ Այսինքն դա ավելի ստույգ ախտորոշման մեթոդ է համարում, այո, ավելի ստույգ եւ ավելի զգայուն ախտորոշման մեթոդ է MRT հետազոտությունը։ Իսկ այն իրենից որոշակի ռիսկեր պարունակում է իր մեջ, որոշակի հարակից օրգանների վնասում, ճառագայթային վնասում եւ այլն։ Ոչ, քանի որ MRT-ն ճառագայթային ախտորոշիչ մեթոդ չէ, իր մեջ որևէ ռիսկեր չի պարունակում, ռիսկը միայն կոնտրաստ նյութից կարող է լինի, որ եթե շատ հաճախ կիրառեն, որոշ գրականություններ գրում են, որ կարող է առաջանալ, բայց դեռևս մենք չունենք այդպիսի տվյալներ, որ կարող է որևէ հավելյալ ինչ-որ բարդություններ առաջացնել պացիենտների մոտ։ Գիտեմ, որ կրծքի հետ կապված խնդիրները, քաղցկեղային վիճակները բավականին երիտասարդացել են, այս մասին անընդհատ լսում ենք, ընթերցում ենք, նկատում ենք եւ այլն։ Ըստ այդմ ուզում եմ ցուցել ձեր կողմից լսել ցուցում, թե որ տարիքից սկսած է պետք ի վերջո գնալ հետազոտության եւ երևի թե սկսել այն սոնոգրաֆիկ հետազոտությունից, այո։ Ամենաերիտասարդ պացիենտը, որը ունեցել եմ այսքան տարիների ընթացքում, դա եղել է 21 տարեկան աղջնակ, բայց դա չի նշանակում, որ պետք է պարբերաբար 20 տարեկանից սկսած հետազոտվել։ Այո, կանայք, որոնք որ 40-ից ցածր են, շատ խրախուսելի է եւ ցանկալի է, որ անցնեն սոնոգրաֆիկ հետազոտություն։ Գոնե 2 տարին մեկ անգամ, որովհետեւ սոնոգրաֆիկ հետազոտությունը կրծքագեղձի երիտասարդ լինելու պայմաններում, խտության պայմաններում այն ավելի ինֆորմատիվ մեթոդ է, քան մամոգրաֆիկ հետազոտությունը։ Այո, այո, բոլորին թվում է հակառակը եւ երբ շատ հաճախ լսում ենք, որ 40-ից բարձր կանայք դիմում են բժշկի եւ ասում են կլինի սոնոգրաֆիկ հետազոտությունից հետո մենք անենք մամոգրաֆիկ։ Ոչ, երբեք ոչ մի հետազոտությունը մյուսին չի փոխարինում, այլ մեկը մյուսին լրացնում է։ Եվ կախված կրծքագեղձի կառուցվածքից եւ տարիքից բժիշկը ինքն է ընտրում, թե որ մեթոդն է ավելի լավ տվյալ կնոջ համար։ Այո, դա չպետք է պացիենտը որոշած պացիենտը, այո, բայց շատ հաճախ լինում է այդպիսի դեպքեր, բայց ճիշտը բժշկի ցուցումն է։ Այո, պետք է բոլորը հետազոտվեն, շատ երիտասարդացել է, վերջերս ունենք բավականին շատ 30-ից 40 տարիքային խմբում գտնվող կանանց, որոնք նույնիսկ կերակրման ընթացքում, հղիության ընթացքում հայտնաբերում ենք քաղցկեղը, ճիշտ է ցավալի է, բայց բոլոր կանայք
բոլորը պետք է ուշադիր լինեն իրենց անձի նկատմամբ եւ կարողանան շոշափել, ինքն իրենց զննել, ինքնազնման անպայման այդ մեթոդը կիրառեն եւ անհրաժեշտության դեպքում դիմեն բժշկի։ Այո, Տիկին Մաշուրյան, եւ վերջին հարցս այն նշեցիք, որ բավականին երիտասարդացել է եւ այս հետազոտությունները իսկապես կանխել են շատ դեպքեր։ Հետաքրքիր է, երկրորդային կրկնության դեպքերը նույնպես շատ են, այսինքն բուժվելուց հետո, քաղցկեղը հայտնաբերելուց եւ այն վերացնելուց հետո դեպքերը շատ են լինում, չէ՞ որ այդ կանայք արդեն պարբերաբար ուզեն թե չուզեն հետազոտվում են, ի տարբերություն նրանց, ովքեր դեռևս խնդիր չունեն։ Շատ են այն դեպքերը, երբ հիվանդությունը կրկնվում է եւ դուք բնականաբար անընդհատ կատարում եք այդ հետազոտությունը, ունեք այդ տվյալների բազան ձեզ մոտ։ Իհարկե, աշխատանքային փորձը բավականին մեծ է եւ ունենք կրկնություններ, բայց դրանք ի ուրախություն մեզ բոլորիս դրանք շատ չեն եւ բոլորս գիտենք, որ այդ կանայք, որոնք ունեցել են իրենց կյանքում կրծքագեղձի քաղցկեղ, իրենց մոտ ռիսկը ավելի բարձր է կրկնության եւ մյուս կրծքագեղձում ունենալու քաղցկեղ, քան մնացած կանանց մոտ եւ բարեբախտաբար այդպիսի կանայք ավելի ուշադիր են եւ նրանք պարտադիր 6 ամիսը մեկ պետք է հետազոտություն անցնեն։ Շատ, եթե պացիենտը ճիշտ կատարում է բժշկի ցուցումները, այսինքն այն պացիենտները օրինակ հորմոն կախյալ ուռուցքների դեպքում, երբ որ շատ կազմակերպված ճշգրիտ խմում են իրենց տեղը, ապա կրկնության ռիսկը բարձր չէ։ Բարձր չէ եւ կախված է նաեւ շատ մեծ նշանակություն ունի այստեղ ստադիան եւ ապշահանգույցների ներգրավվածությունը հիվանդության մեջ։ Բայց բարեբախտաբար իրանք շատ չեն մեր կլինիկայում ամենայն դեպս։ Շատ լավ, եւ եւս մեկ անգամ ամփոփենք այն ակցիան, որը հիմա գործում է Աստղիկ բժշկական կենտրոնում, այն տարիքային որևէ սահմանափակում չունի, այո, կարող են դիմել ցանկացած տարիքի։ Չէ, տարիքային սահմանափակում կա, քանի որ մամոգրաֆիան 40-ից բարձր տարիքի համար է։ Այո, 40-ից մինչև 69 տարեկան, եթե չեմ սխալվում, ակցիան գործում է։ 69-ից հետո կարիք կա։ Երկու տա, այո, ինչքան կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը մեծանում է տարիքին զուգահեռ, այսինքն կինը ինչքան մեծ է տարիքով, ինքը այնքան հավանական է, որ կունենա քաղցկեղ, քան երիտասարդ տարիքի կինը։ Տիկին Մաշուրյան, այդ իմպլանտներ կրող կանայք, կրծքում իմպլանտներ կրող կանայք արդյոք ավելի հակված են քաղցկեղային հիվանդության, ինչպես շատերն են կարծում։ Ոչ, քանի որ հիմնականում իմպլանտները այժմ էսթետիկ նպատակով տեղադրվում են կրծքամկանի տակ, կասեմ, որ բացառապես հիմա այդպես են անում բոլոր պլաստիկ վիրաբույժները եւ հավանականությունը նույնն է, ինչ մնացած կանանց մոտ։ Սա որևէ նպաստող չի կարող լինել, բայց նաեւ սա խրախուսանք չէ, որ իհարկե բոլորը գնան եւ շարքերով դիմեն այդ մեթոդին։ Շնորհակալ եմ շատ ինֆորմատիվ եւ հետաքրքիր հարցազրույցի համար եւ մաղթում եմ, որ ձեր բոլոր պացիենտները միայն բացասական պատասխանով ձեզ մոտից դուրս գան, հերքվի այն, ինչ կասկածել են։ Այո, ես էլ եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ նաև բոլոր մեր հեռուստադիտողներին ուշադրության համար, հարգելի հեռուստադիտողներ, ես գտնվում էի Աստղիկ բժշկական կենտրոնում, զրուցում էի մամոգրաֆիայի ծառայության ղեկավար Նունե Մաշուրյանի հետ, ինչ այստեղ ակցիան շարունակվելու մինչ մայիս ամսվա ավարտը։ 40-ից բարձր տարիքի բոլոր կանայք կարող են զանգել, հերթագրվել եւ դիմել անվճար մամոգրաֆիկ հետազոտության համար, սկրինինգային այս ծրագրի համար, որի համար Աստղիկ բժշկական կենտրոնը իհարկե ձեզ համար պատրաստել է նման հաճելի նորույթ ակցիա։ Այսքան այսօրվա համար իսկ ձեզ խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ ուշադիր լինել ձեր առողջության յուրաքանչյուր փոփոխության նկատմամբ։ Մենք կհանդիպենք, առողջ եղեք։